Բարև բոլորին, ով որ այս վիդեոն դիտում է, ուզում եմ պատմեմ նրա մասին, թե ոնց այս վիդեոն ստեղծվեց, բայց միևնույն ժամանակ մերսումներ եմ անելու։ Դեմքի կարող եք նաև միանալ, հիմնականում բնականաբար աղջիկները ու կանայք։ Իրականում ես այստեղ Բալիում ունեմ ընկերներ, ովքեր որ շատ են աշխատում, որովհետև Բալին իրականում ունի էներգիա, որտեղ ոնց որ այնքան հանգիստ է, որ դու ընկնում ես այդ հանգիստ էներգիայի մեջ ու ճիշտ ասած աշխատելու հավես այդքան չի լինում անկեղծ ասած, բայց քանի որ սկսել եմ այս նոր խմբի հետ այսպես ասած շփվել ու իրանք անդադ sense ակտիվության մեջ են եւ այլն, նոր ընկերներիցս մեկի հետ էի խոսում, ասաց ինչի՞ չես ուղղակի դնում ու քո սենյակից նկարում ինչ-որ վիդեոներ YouTube-ի համար։ Ես ճիշտ մի քիչ դիմադրություն զգացի այդ պահին, որովհետեւ ինչ որ փորձեր արել եմ, որոնք որ այդքան էլ լավ չեն ավարտվել կամ շատ շուտ արդյունք չեն բերել, իսկ ես իմ բնավորությամբ մի քիչ անհամբեր եմ։ Արել եմ վիդեոներ Instagram-ի համար, որտեղ որ տեսել եմ ավելի շատ արդյունք, բայց ուզում եմ սկսեմ sense ինչ-որ YouTube-ում ինչ-որ բաներ խոսել, իմ մտքերից ձեր հետ կիսվել, sense ավելի տնական, հա, այսպես ասած, ու տեսնեմ ինչ կլինի, ինչ արդյունք կլինի, ու սա առաջին վիդեոն է, որտեղ ինձ համոզեցին, որ ոչ մեյքափ է պետք, ոչ մաս արկել, ուղղակի ես այսպես լինեմ ու խոսեմ ձեզ հետ։ Ինձ դուր եկավ այդ ամեն ինչը, այնպես որ փորձել եմ դա անել։ Ինչա մեզ հարկավոր այսօրվա համար, իրական պարտադիր չի, որ սա իմ հետ անեք, բայց եթե կարող եք օգտագործել ձեռքերը կամ ես անելու եմ գուաշայով, եթե ունեք, եթե չէ, ապա իսկապես խորհուրդ կտամ, այսպես ասած գնեք սա, իրականում շատ էժան է նաև եւ շատ օգտակար, որովհետեւ հավատացնում եմ կտեսնեք, հա, այսպես ասած, չեմ առաջին հերթին բնականաբար կապում ենք մեր մազերը, որպեսզի այն չյուղուտվի, բայց ես ուրիշ թեմայից եմ խոսալու, այնպես որ անպայման չի մասնարսումները անեք ինձ հետ, ամեն դեպքում իմացեք, որ սա առավոտվա իմ ռիտուալներից մեկն է, չեմ կարող ասել ամեն օր, բայց գոնե թե ամեն երրորդ օրը անում եմ, նաև ուրիշ ռիտուալներ եմ անում, որոնց մասին ևս կխոսեմ։ Մի խոսքով ես թեթև այսպես ասած նեղվեցի, նախ եւ առաջ ես հասկանում եմ, որ Հայաստանի աուդիտորիան այդքան մեծ չի ու այդտեղ շատ մեծ աճ չեմ կարող ես ունենալ։ Ամեն դեպքում ինձ համար կարևոր է, որ այսպես ասած իմ ազգի համար ինչ-որ մի բան անեմ։ Դե համար որոշեցի ամեն դեպքում այս վիդեոները անել ու տեսնել ոնց կլինի։ Առաջինը բնականաբար գցում ենք դեմքին յուղ, որպեսզի մաշկը լինի սղլիկ, կարող եք նաև օգտագործել ինչ-որ կրեմ կամ ինչ-որ բան, որը որ հարմար է։ Մի խոսքով ես նեղվեցի, որովհետև կարծում եմ ամեն մարդ ունի իր աջակցման ձևը, այսինքն մարդիկ կան, որոնց որ ավելի շատ մոտիվացնում է, երբ որ իրենց համեմատում են ուրիշ մարդկանց հետ, որ տեսես մարդը, չգիտեմ, ունի այսքան հետևորդներ, նաև ասեմ, որ իմ երբեք, չգիտեմ, հայտնի լինելը եւ այլն, իմ մտադրությունը չի եղել, իրականում ինձ համար այդքան էլ կարևոր չի, բայց եւ նաև կարևոր չի նաև ֆինանսական մասը, չնայած որ մենք ապրում ենք այնպիսի աշխարհում, որտեղ որ բնականաբար գումարը այդ բանն է, որը որ պետք է, հա, այսպես ասած, նորմալ կյանք ապրելու համար, բայց դա մոտիվացիա չի ինձ համար ու ես հիմա աշխատում եմ նոր ինչ-որ մեկի հետ, ով ինձ ասեց, որ եթե մոտիվացիան գումարը չի քեզ համար, ապա կարող է լինել մոտիվացիան այն, որ երբ որ դու չես կիսում քո շնորհերը կամ այն բաները, որոնք որ քեզ մոտ լավ են ստացվում կամ ինչ-որ մեկին կարող օգտակար լինի, դու շատ էգոիստիկ ես, հա, որտեղ դու թույլ չես տալիս, որ մարդիկ, որոնք որ կարող են այդ ինֆորմացիան վերցնել իրենց կյանքում ինչ-որ ձև օգտագործել, դու իրենցից վերցնում ես, հա, այսպես ասած դա, իրականում այդ ասածը իմ տեսակ մտավ իմ ենթագիտակցության մեջ կամ ես սկսեցի դրա մասին մտածել։ Իրական ինչու է խոսակցությունը ընդհանրապես եկավ, որովհետև ես առաջարկ ստացա Հայաստանից մի նկարահանման, այսպես ասած, ստուդիայից, որ բավականին նորաբաց է եւ չունի, այսպես ասած, շատ դիտելիություն եւ այլն, իրենց հետ համագործակցել
հա, նաև բացատրեմ ինչ եմ անում, հա, խոսելու մեկտեղ, սկզբից մերսում ենք այստեղ, հա, որպեսզի արունը ավելի լավ խաղա այս մասերում, հա, հետո մի փոքր մեր կրծքավանդակն ենք մերսելու, սա շատ կարևոր է իրականում, հա, որտեղ մի անգամից դեմքին չենք անցնում։ Հա, մի խոսքով, առաջարկ ստացա, որտեղ որ իրենք առաջարկում են բնականաբար տեխնոլոգիայի մաս, սա ես նկարը հանում հեռախոսով, բայց նրանք ունեն բնականաբար ավելի լավ կամերա եւ այլն։ Եվ երկրորդը իրենք ունեն շատ պրոֆեսիոնալ մոտեցում, իրենք գիտեն կոնկրետ որ խմբին է ուղղված, այն ինչ որ ես պետք է անեմ եւ այլն, բայց բնականաբար դա դնելու են իրենց YouTube-ում, իսկ համագործակցել նաեւ իմ YouTube-ի հետ, այդպիսի հնարավորություն կարծեմ թե YouTube-ը չունի տարբերություն Instagram-ի, որտեղ կարող ես դնել մի վիդեո եւ կցել այսպես երկու էջեր, հա։ Եվ ես խորհրդարձրեցի ինչ որ մեկից, որ ավելի փորձառու է այս ամեն ինչի մեջ։ Եվ նա ինձ ասաց, որ ես քեզ խորհուրդ կտամ, որ դու ինքդ սկսես։ Իսկ ես բնականաբար մարդ, ով աշխատել է հեռուստաընկերությունում եւ սովոր է այդ կոմֆորտին, որտեղ որ ինքը գնում է եւ իրան անում են մեյքափ, իրան անում են իրան տալիս են սցենար, հա, եւ ամեն ինչը պատրաստի, դու ուղղակի նստում ես, օպերատորները կան, պրոդյուսերը կա, ամեն ինչ կա։ Եվ սա, այսպես ասած, իմ մոտ առաջացրել է մի փոքր այսպես ասած թագուհու սիմպտոմ, որտեղ որ ամեն ինչ պատրաստ լինի, ես նստեմ եւ խոսեմ։ Եվ իրականում դա շատ հարմար է ինձ եւ ես դա շատ եմ սիրում։ Եվ միայն այդ կոմֆորտի զգացումը, հա, որ ես կարող եմ ունենալ, ինձ թույլ է տալիս, որ համաձայն եմ աշխատել այդ ընկերության հետ։ Բայց եւ այնպես ես ի վերջո եկա այն որոշման, որ երկուսն էլ կանեմ, համ կանեմ իմեջում ինչ որ ժամանակ տեսնելով ինչ արդյունք կբերի, այնպես որ եթե իմ edge like եք, դա մեծ ինձ համար մեծ օգնություն կլինի, նաեւ ես ուզում եմ ասենց շատ թիվիական չլինի, ավելի շատ ուզում եմ խոսել այն հասարակ բաներից, որոնք որ իմ կյանքում կան եւ բոլոր մարդկանց կյանքում, հա, հարաբերությունների մասին, մեր հայկական մշակույթի մասին, մի խոսքով, այսպիսի թեմաներ, ու ավելի շատ ոնց որ նստած իրար հետ սուրճի շուրջ խոսում ենք, հա, այդ ձևի ֆորմատ, տեսնենք ինչ կլինի, որտեղ կարծում եմ ամեն դեպքում իմ Instagram-ի վիդեոների մեջ մի քիչ իմ հաղորդավարությունը որպես TV մարդ երևում է, ու որը որ կարող է այդ հասարակ լինելու մասը մի փոքր այսպես ասած վերցնում է, հա, որտեղ որ դուք կարող չգիտեմ առավոտյան միացնեք ու ուղղակի նայեք, հա, մի աղջկա, որ բացի լինելուց հոգեբան, բացի լինելուց մարդը, որ էներգիայի հետ է աշխատում, մարդկանց հետ է աշխատում, որ ունի փորձ հեռուստաընկերությունում, նաև աղջիկա ունի իր կյանքը, իր խնդիրները, իր ամեն ինչը, հա, այսպիսի ֆորմատ։ Տեսնեք, իրականում իմ համար մի քիչ վախենալի է, որովհետև ես որպես անձ կարամ ասեմ շատ խոցելի եմ ու զգայուն ու գուցե եւ այն ձևերով որոնցով որ ես դուրս եմ եկել եթեր ոչ ամբողջությամբ են բնութագրել ինձ ու դրա համար այս նոր ձևը իմ, որը որ իրականում ոչ մի դիմակ չունի, ոչ հաղորդավարի, ոչ մասնագետի որպես հոգեբան, մինչդեռ ես կարամ ինչ-որ օրինակներ բերեմ հոգեբանությունից, որպեսզի ձեզ համար լինի հետաքրքիր եւ բացի հետաքրքիր լինելուց նաեւ գուցե կարողանամ այս տեսանյութերի միջոցով նաեւ ինչ-որ ինֆորմացիաներ փոխանցեմ, որոնք որ դուք կարող օգտագործեք ձեր կյանքում, հա, եւ նաեւ փորձեմ ինչ-որ խորհուրդներ տալ այն ամեն ինչից, որոնք որ ես եմ օգտագործում իմ կյանքում, որպեսզի իմ կյանքը լինի ավելի, այսպես ասած, երջանիկ, կարծում բոլոր մարդիկ էլ ի վերջո ուզում են երջանիկ լինեն կամ ազատագրված լինեն, որ ասում եմ երջանիկ, ես նկատի չունեմ այն երջանկությունը, որ մենք ուզում ենք, չգիտեմ, մեքենա, տուն կամ հարաբերություններ կամ երեխա ու երբ որ դա ունեցանք ինչ-որ ժամանակ երջանիկ ենք, այլ երջանկություն ասելով նկատի ունեմ, որ առանց կապ չունեցող, հա, դրսի
դրսի երևույթների հետ, մենք մեզ զգում ենք թեթև, երջանիկ եւ որը որ ամենակարևորն է ու որը որ յոգան ինձ սովորացրեց, ինչպես կառավարել քո միտքը, հա, ինչպես նաեւ հոգեբանությունը բնականաբար, ինչպես չհավատալ քո մտքերին, այլ փորձել հարցադրել դրանք, ինչպես էմոցիաներից չփախնել, այլ թույլ տալ ինքդ քեզ այդ էմոցիաները զգալ ու ապրել, որովհետև մենք դարեդար մեր էմոցիաներից մենք թույլ չենք տվել մեզ մեր էմոցիաները ապրել եւ այսպես այդ ցավը, այսպես ասած, մեր ցեղի փոխանցվել է մեզ։ Նաեւ ուզում եմ խոսամ նաեւ կանանց մասին եւ նաեւ ինչ ոչ տղամարդկանց չեմ ուզում շեշտ դնել ինչ որ սերի վրա, որովհետեւ ինչքան էլ sense մի քիչ աղջկական բաներ են անում այս վիդեոյի շրջանակներում, նաև խոսում եմ, ուզում եմ խոսել նրա մասին, թե ինչքան դժվար է կանանց աղջիկներին ապրել Հայաստանում այդ մշակույթի մեջ, ինչքան ճնշվածություն կա, այս ինֆորմացիա ես տալիս եմ ամբողջությամբ փաստարկված, քանի որ աշխատում շատ կանանց եւ տղամարդկանց էլ ես շատ լավ տեղյակ եմ, այսպես ասած մոտիկից ճանաչում եմ խնդիրները, որոնց որ մեր երիտասարդությունն է բախվում եւ հստակ նաեւ հասկանում եմ, թե ոնց կարող եմ օգտակար լինել թեկուզ եւ այսպիսի տեսանյութերի միջոցով, որտեղ որ ես կխոսեմ նման բաների մասին։ Դուք նաեւ կարող եք գրել կոմենտներ եւ ասել որ թեմաները ձեզ կհետաքրքրի, որ ես խոսեմ եւ արդյոք այս ձևաչափը ձեզ դուր է գալիս, ինչ փոփոխություններ կուզեք տեսնել։ Ես կարծում եմ, որ ամենահասարակը ամենագեղեցիկն է, այսինքն եթե ես կարող եմ ուղղակի միացնել իմ կամերան եւ խոսել ձեր հետ, ինձ թվում է ինձ համար սա մեծ նվեր է, որ ես կարող եմ կապ հաստատել հայերի հետ, հա, քանի որ հիմա կարելի ասել Հայաստանում լինում է մի քանի ամիս այս պահին, դա կարող է բնականաբար փոխվել ու նման մտքեր կան, բայց այս պահին այդպես է ու ըստ երևույթին ես մի փոքր էգոիստիկ եմ ապրել այս շրջանում իմ կյանքի։ Ամեն դեպքում ահագին բաներ ստեղծվել է իմ 7 կուրսերը, որոնք որ ես ունեմ իմ կայքում, եթե չեք ուսումնասիրել, որոնցից 5-ը կայքում կան, SOS.am կարող եք մտնել ուսումնասիրել ինքնագնահատականի մասին, ինչպես դեպրեսիայից դուրս գալ, սեքսուալության մասին, որ այսպես ասած տաբու թեմա է իհարկե Հայաստանում, որտեղ շատ ասոցիացիաներ կան դրա հետ բացասական եւ նաև կանանց համար ունեմ training կանացի էներգիայի մասին, որոնց կարող են նաև տղամարդիկ մասնակցել, որովհետև կարևոր է, որ նաև մենք ունենանք ինֆորմացիա մեր հակառակսերի մասին։ Այսպես ես ուզում եմ նաև նշեմ, որ ես ինչ-որ հատուկ բնորոշում չունեմ, որ ես այսպիսին եմ, հա, ես մտածում եմ, որ բոլոր մարդիկ հավասար են եւ նայում եմ հոգու տեսանկյունից, որտեղ որ սեր չկա, այնուամենայնիվ մեր մշակույթում կա տարբերություններ, որոնց մասին ես կարող եմ խոսել եւ որոնց մասին որ ես խոսելու եմ։ Մի խոսքով, այս առաջին վիդեոն ստացվում է փոքր ասած ավելի ընկերական, ավելի գուցե ոչ շատ ինֆորմատիվ, որտեղ ինձ կարևոր է ձեր ռեակցիան, կարևոր է ձեր կոմենտները։ Ճիշտ է չեմ կարող ասել, որ քննադատությունների ժամանակ բացառապես ոչ մի բացական բան չեմ զգում, բայց ամեն դեպքում նաև չեմ թողում, որ դա մնա իմ սիստեմում։ Եվ ոչ միայն քննադատությունների հետ կապված, այլ նաև այն ամենի այն նեգատիվը, որ երբեմն զգում եմ, մենք իհարկե դա կոչում ենք նեգատիվ, բայց իրականում նեգատիվը պոզիտիվ չկա, դա ինչ-որ զգացում է, որը որ մեր մեջ կա, ինչ-որ վիբրացիա է, որը որ մենք անվանել ենք, չգիտեմ, ջղայնություն կամ անվանել ենք մոմենտներն են, որ մենք պետք է սովորենք ինչպես շփվել մարդկանց հետ, ինչպես ճանաչել մեր էմոցիաները, ինչ անել դրանց հետ, ինչ անել, երբ որ ես տխուր եմ, ինչ անել, երբ որ ես ջղայնացած եմ, մենք չգիտենք եւ մեր մշակույթում այս ինֆորմացիան չկա եւ առհասարակ, հա, կարծում եմ, այս ինֆորմացիան քիչ է, եթե ես հիմնեի դպրոցներ, ապա առաջին հերթին կլիներ ինֆորմացիան սրա մասին, որովհետեւ մենք հասկանանք ոնց սարքենք մեր բիզնեսը, օրինակ, հա, այդպիսի թեմաները կլիներ միանշանակ եւ նաեւ կլիներ ինչպես վարել առողջ ապրելակերպ, որտեղ սա նաեւ ֆունդամենտն է, հա, նաեւ տեսանկյունից գիտելիք կլիներ
առողջ սննդի մասին, գիտելիք կլիներ վարժությունների մասին, հա, ինչ հետաքրքիր է, որովհետև կարելի ասել 7 տարի այս պահին որ տարին ավելի երկար լինում եմ դրսում ու չեմ կարող ասել, որ հայերենը մոռացել եմ, բայց կարող եմ հստակ նշել, որ եղել են օրեր հանած ծնողներիս հետ խոսել է, որ հայերեն չեմ օգտագործել, նաև այցելուներիս հետ բնականաբար, որտեղ հիմնականում հայերի հետ եմ աշխատում։ Մի խոսքով, այնպես որ ուզում եմ փորձել տեսնել ինչպիսի արձագանքներ կստանամ, բաց եմ յուրաքանչյուր արձագանքների, փորձում եմ շատ էներգիա չտալ քննադատություններին, որովհետև ես այն մարդկանցից եմ, ով որ ավելի շատ ոգեշնչվում է ու ոգևորվում է, մոտիվացվում է ինչ-որ բան անելու, երբ որ իրեն լավ փոփուշ բաներ են ասում, այլ ոչ թե այն, որ ես դնում եմ իմ ռեսուրսը այստեղ իմ ժամանակը, որը որ իմ համար ամենակարևոր ռեսուրսն է, որտեղ դա այն բանն է, որ մենք երբեք չենք կարողանա հետ բերել, ու մի հատ էլ վատ կոմենտներ, ճիշտն ասած, լավ չի։ Ստրախովկաներ եմ էլի անում, այսպես ասած, մեր լեզվով ասած, ոչ մեր լեզվով ասած։ Ապահովագրում եմ ինձ վատ կոմենտներից։ Մի խոսքով սիրելիներ, չէ, իսկապես կխնդրեմ ինձ աջակցեք, իրականում կարևոր է նաև մենք հասկանանք ոնց են մեզ աջակցում, որոնք շատ լինում է, որ երեխաներին ուզում են մոտիվացնել ավելի լավ սովորելու ու սկսում են համեմատել իրանց դասարանի, չգիտեմ ումիկի հետ, որ իրանցից լավ է սովորում, սա շատ տրավմատիկ է, ես ունեցել եմ շատ նման այցելուներ, երբ որ համեմատությունն են օգտագործում որպես մոտիվացնելու զենք, բայց սա այդքան էլ առողջ մոտեցում չի ըստ իմ սուբյեկտիվ կարծիքի, չնայած որ կարող որոշ մարդկանց համար լինի աշխատող, բայց ինձ համար չի աշխատում, ինձ համար հակառակն է աշխատում։ Այսինքն, եթե բաժանենք այսպես տիպերի, մարդիկ ովքեր որ ոգեշնչվում են, երբ որ իրենց ավելի կոմպլիմենտներ ես անում, ավելի են փայլում, ինձ թվում է սա ավելի բնական է մարդու համար, քան որ հակառակը, հա, մարդուն ինչ-որ նեգատիվ բաներ են անում ու ինքը ասում է, դե լավ, ես հիմա ձեզ կապացուցեմ, որ դա տենց չի, ես հիմա ձեզ կապացուցեմ, որ ես ավելի լավն եմ, բայց իրականում ապացուցելու բան չկա, եւ եթե մոտիվացիան ապացուցելն է, այդտեղ մենք կորցնում ենք ինքներս մեզ, մեր զգացածը ու մեր իրական ցանկությունները։ Մի խոսքով, ինչի մասին ենք խոսելու, այս YouTube-յան վիդեոներում մենք խոսելու ենք կյանքի մասին, խոսելու ենք մեր մասին, մեր սիստեմի մասին, բնականաբար լինելու է հոգեբանական մոտեցումներ, դե գիտեք, երկար ժամանակ է ես ուսումնասիրում եմ մարդուն, նաև կուրսերից մասին խոսեցի, նախ ես վերապատրաստում եմ հոգեբաններ կամ այն մարդիկ, ովքեր ուզում են ավելի խորը գիտելիքներ ստանան, հա, հոգեբանության մասին, եւ նաև ես այս վերջերս շատ ուսումնասիրում եմ, նաև գիրք եմ գրում գիտակից շփման թեմայով, այսինքն ինչպես աուտենտիկ շփվել մարդկանց հետ, ինչպես խոսել, ինչպես արտահայտվել, ինչ անել, երբ որ դիմացինն է արտահայտում, ինչպես խոսել կարիքների մասին, ինչպես խոսել էմոցիաների մասին։ Այս այն բաներն է, որ կարծում եմ բոլորին պետք է, հա, հենց որ այս վիդեոները կարծում եմ օգտակար կլինի բոլորի համար։ Այս պահին սենց ֆորմատը լինելու է լրիվ հասարակ, տնից, ոչ մի ինչ-որ TV-ական բաներ, բայց գուցե լինի մի փոքր էլ, չգիտեմ, դուք կասեք ոնց է մի խոսքով ձեր համար։ Այդպես, այս իմ միտքն է այս պահին ինչ-որ այսպիսի վիդեոներ անել, մինչև կհանդիպենք, շնորհակալ եմ նայելու համար, շատ ինձ կաջակցեք, եթե գրեք կոմենտներ, լայք եք կամ subscribe լինեք իմ էջին։
Եվ եթե այն աղջիկները, ովքեր հետաքրքրվեցին այն պրոցեդուրով, որը անում էի, եթե լինեն կոմենտներ դրա մասին, որ ուզում եք, անպայման մի հատ առանձին վիդեո կնկարահանեմ, ինչպես գուաշայով մերսել դեմքը, նաև կարող օգտագործեն ձեռքեր կամ կարող նաև վիդեո պատրաստել, ինչպես ձեռքերով անել, որտեղ ինչպես նշեցի, մի քանի առավոտը մեկ ես սա անում եմ եւ իսկապես նկատում եմ թե մաշկիս վրա փոփոխություն, թե դեմքիս վրա, մի խոսքով նաև սա նյարդային համակարգը հանգստացնում է գուաշայով եւ բնականաբար արյունը ավելի հեշտ է խաղում դեմքի վրա եւ հայերենս մոռացել եմ եւ այսպես ասած սնուցում է դեմքը, այնպես որ ընտիր պրակտիկայի խորտ կտամ իսկապես անել, իսկ ես դες համբուրում եմ, գրկում եմ սրտով, ուզում եմ ասեմ, որ իմ մտադրությունը այս վիդեոները անելու իսկապես օգտակար լինելն է, հա, այստեղ ոչ մի ուրիշ շահ, այսպես ասած, չկա, այնպես որ փորձել եմ կիսեմ ինձ ձեզ հետ